ձեր նախարար եղած տարիներ հիշում ենք ժեշտի բանկաները սահմաններին կախված։ Սիրելի հայրենակիցներ, քննարկում ենք պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը 2 տարի ու կես, եւ ես ուզում եմ հստակ արձանագրել եւ բոլորիս համար ես կարծեմ ակնհայտ է, որ այս ամենը, այս բարեփոխումները բանակում իրականացվող առաջին հերթին իրականացվում են խաղաղության շնորհիվ։ Եվ խաղաղությունն այն հիմքը, որ տանելու է մեր երկիրը անկասելի զարգացման, կլինի դա մեր պաշտպանության ոլորտում, կլինի դա տնտեսության ոլորտում, կլինի դա կրթության ոլորտում, կլինի դա առողջապահության ոլորտում։ Ես այս քննարկումը օգտագործելով ես ուզում եմ հիշել մի թեմաների մասին, որոնց մասին էլ չենք խոսում ընդհանրապես։ Մենք հիմա նոր ծառայության գնացող մեր ընկերներին, մեր եղբայրներին, քույրերին պետքա պատմելով հիշեցնենք, թե ինչպիսին էր սնունդը ժամանակին զորամասերում։ Հիմա դրա մասին էլ ոչ մեկ չի հիշում եւ ես հպարտ եմ, որ մեր քաղաքական թիմի կառավարման ժամանակ մենք այս փոփոխությունները բերել ենք, որը իդեպ ընդդիմությունը օրինակ ծաղրի էր ենթարկում, երբ որ իրանց կառավարման տարիներին չգիտես ինչեր էին տալիս զինվորականներին։ Ամրաշինական աշխատանքները, որոնք սահմանին իրականացվում են, պարոն Օհանյանը խոսում էր հարյուրավոր կիլոմետրով ավելացած սահմանի մասին։ Ես հպարտություն էի ապրում եւ անգամ աչքերից չէի հավատում, երբ որ այդ ամրաշինական աշխատանքները ներսից տեսա։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։